Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Մանդելի Օլյանապոլում հարգանքի տուրք հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արևմտյան Հայաստանը խորհրդան ամփոփել ապրիլյա միջոցառումները։ Ցեղասպանության հիշողությունը արվեստի լույսվավը։ Չպատժված հանցագործությունը շարունակվում է։ Ջինյան չէ, ներողություն խնդրե, հատուց է։ Արևմտյան Հայաստանապատմությունը ներկան մեծ արձագանք ստացած կինոն վերապրածի սյասը որպես հիշողությանը ու զգոյնության պատգամ։ Խայասօր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոնին։ Միացիկ մեր վետերաներին։ Արևմտյան Հայաստան Հանրապետության կառավարության անդամները Էթվում հայ մարտիկների ու իրանց ընկերների ազգային միության նախագահ Վրեժ Աբրահամյանը, երկրի նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությունով Մանդելի Օլյանապոլում հարգանքի տուրքը մատուցալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառումը տեղի ունեցավ հանդիսավոր ու խորը խորհրդանշական մթնոլորտում միավորելով տարբեր համայնքների ներկայացուցիչների ու հայության բարեկամներին արարողության վաղտը մասնակիցների ծաղիկներին խոնարհալորությունով հարգալն 2 միլիոն նահատակների հիշատակը վերահաստատել է պատմական արդարության ու հիշողության պահպանման կարևորությունը։ Յուրան ելույթում նախագահ Արմենակ Աբրահամյանն ընդգծալավ նման միջոցառումները համ հարգանքի տուրքն անցյալին համ էլ կոչ շարունակելի պայքարը հանուն ճանաչման արդարության ու իրավունքների պաշտպանության։ 2026 թվականի ապրիլի 22-ին Արևմտյան Հայաստան ազգային ժողովի 14-րդ նիստը այլալ վերանցկացվել է առցանց ձևաչափով ընտրված 53 պատգամավորներն նիստի մասնակցան 14-ը։ Նիստը սկսալ է ժամը 10:30-ին ու բրծալ է ժամը 11:30-ին։ Օրակարգը միաձայն ընդունվել է յետը քննարկվան ապրիլյա միջոցառումների արդյունքներն առաջիկա ծրագրերը։ Ապրիլի 24-ին կազմակերպվել է հիշատակի արարողություն, վերին վաղտը պատվիրակությունը ներկայացուցիչները միասնական քայլեր թափիցրացան հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելի հետի հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նշվել է նաև ապրիլի 26-ին վավերագրական կինոյի ցուցադրություն այլել որպես թեմատիկ շարքի սկիզբ շարունակվելու է հարցոպատասխանով։ Ապրիլի 28-ին նորից նախատեսված այցելություն հուշահամալիր ծաղիկների խոնարհումով ու երախտագիտության խոսքով այն երկրների վերջինաչային հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը։ Միջոցառումների շրջանակում ընդգծվել է ազգային հիշողության պահպանման միասնականության ու հայրենասիրության կարևորությունը։ Ներկայացուցիչները շեշտալան հայ ժողովուրդը հաղթահարելով պատմական փորձությունները շարունակում է իրան պայքարը պահպանելով ինքնությունը, պաշտպանելով իրան իրավունքները միաժամանակ կարևորելով հանրային իրազեկվածության բարձրացումն իրավական նախաձեռնությունների զարգացումը։ Նիստի ավարտին ելույթով հանդես է եկալ Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը, ամփոփելով քննարկումներն ընդգծելով հետագա քայլերի կարևորությունը։ Արվեստը միշտ ելել է մարդու ներաշխարհի ամենախորը շերտերը արտահայտելի միջոց, հատկապես են վխտեն վեր խոսքերը այլևս բավարար չեմ։ Հայ ժողովրդին հետի տրալը նաև վերապրումի հիշողության պահպանման հզոր գործիք։ Ավելի քան 1 դար անցել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը շարունակվում ներգործել հայ արվեստագետների ստեղծագործությունների իրան վերածվել է ոչ միայն պատմական հիշողության, այլև անձնական ու հավաքական ցավի արտահայտության։ Նույնիսկ այն սերունդները վերամիջապես ապրալ չեն ցեղասպանության ողբերգությունը կրում են դրա հետևանքները փոխանցված հիշողության ու մշակութային ժառանգության միջոցով։ Սրա ֆոնին արվեստը տռմակամուրջ անցյալի ու ներկա միջև հնարավորություն տալավ վերաիմաստավորել կորստի ցավի ու ինքնության հարցերը։ Սորվեր աշխարհում շարունակվում են տարբեր հակամարտություններ ու զանգվածային բռնություններ, հայերի դեմ իրականացված ցեղասպանության թեման նոր հնչեղություն է ստանում։ Հայ արվեստագետների գործերում վերածվում է ոչ միայն հիշատակի, այլ նաև զգոնության կոչի հիշեցնել ավեր պատմությունը չպիտի կրկնվի։ Քանի դեռ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ուրացվում է, շարունակում է գոյություն ունենալ։ Ուրացումը արդարացնում է հանցագործին, վիրավորում զոհերին ու փոխանցում թշնամանք թեզասերունդներին։ Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, իսկ արդարության բացակայությունը պահում է վերքերը պես։ Մենակ ճանաչումը, ներողությունահատուցումը կարին ավարտին է շարունակվող անարդարությունը։ Երևանում տեղի ունեցավ մշակութային միջոցառում նվիրված Արևմտյան Հայաստանի ներկա իրականությանը, ներառյալ սայլալ վավերագրական կինոյի դիտում ու քննարկում ելույթներով հանդես են եկալ Նելի Հարությունյանը, երկրի նախագահ Արմենակ Աբրահամյանը, ընդգծելով ազգային հիշողության պահպանման կարևորությունը։ Կինոն ներկայացրել է տեղի հայերի կյանքն ինքնության պահպանման պայքարը։ Միջոցառումը ավարտվել է ակտիվ քննարկումներով, կարևորելով նման նախաձեռնությունների շարունակականությունը։ Կյանքը այլևս անտանելի բեռ է տրալ մզետի։ Այս խոսքերով Հակոբ Մերտանյանը հիշում է իր մանկության տարիներին հայերի ցեղասպանության վխտեն ապրած տեղահանումն է տառապանքը։ Կեսարիայում ծնված ու 6 տարեկանում բռնի տեղահանված Խոխան յուրան հուշերում նկարագրում է սովը, հիվանդությունները, մահվա մշտական ներկայությունը, գոյատևման պայքարը։ Յուրան պատմությունները ներկայացնում նաև ընտանիքների ցավը, Եփրատի ափերին շտեղ հազարավոր մարդիկ անցնկացալ աննկարագրելի դժվարությունների մեջով։ Միաժամանակ հիշատակում են նաև մարդկային օգնության հազվադեպ օրինակներ, այն մարդիկ Այդ ծանր պայմաններին փորձանքում է գերին ու հույս ընտվալ։ Մերտանյանի վկայությունները Սորոնի ոչ միայն պատմական, այլև հիշողության ու պատասխանատվության արժեք փոխանցելով հաջորդ սերունդներին անցյալի ցավը չմոռանալի ու արդարության կարևորության մասին։
Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալավ իրան սկզբունքներին այ եշողներին շարունակում է նախապահան գործը թեզամոտություններով։ Ոնց արդեն գիտում եք, մեր տելևիզիոն ինքնագով ազդավ չի զբաղվում, հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության ու իր ներկայապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական այլ ենթատեքստերով, հունցը նաև այլ խնդիրներ իրապետրցնում։ Արևմտյան Հայաստանի տելևիզիոնին գրանցալարան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը, վերի նպատակն է պահպանել, տարածել մեր պատմությունամշակույթը, ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահին, կառավարության ազգային ժողովին, այլ կառույցներին քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քմեգավը մեր տելևիզիոն հնարավորությունն ավելին ընդլայնվում, պնդանում, մունք միասին ընկուժեղ։ Հայ վետերանների ու քմեգյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների հայկական ծագումով դիմադրողների միավորում 7-18-ից 78 տարեկանոք ու մի պատար ազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք աղբերություն։ Ձեր խնդիրն է ինյական պաշտոնական արարողություններին վախտը պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայությունով պաշտոնական արարողություններին հիշատակի արարողություններին վախտը վերոնց մասնակցում են կազմակերպությունները եւս պատվում են այն հայ զինվորներին կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը նրանց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղեք վեճ կապվիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սովետեսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։